եւ մենք պետք է որոշում կայացնենք մենք մնում ենք այդ ցիկլի մեջ թե մնում ենք այդ ցիկլից դուրս ես 2022 թվականին երևի ես հիշում եմ իմ աշխատասենյակում մի խորհրդակցություն եմ հրավիրել եւ այդ խորհրդակցությունը ամբողջ եղել է դրա մասին թե մենք մեր պետության եւ անկախության ճանապարհին հանձնվում ենք թե չենք հանձնվում 2022 թվականին դա եղել է օգոստոս-սեպտեմբերին է եղել այդ խորհրդակցությունը իհարկե բառերը այդպեսին չեն եղել ես հիմա չեմ կարող բառերը բառացիորեն ինչ եմ ասելի բայց բովանդակությունը իմաստ եղել այդպեսին իմ մոտ հարց չի եղել մենք հանձնվում ենք թե չենք հանձնվում բայց ես հասկացել եմ որ մենք մի կետի ենք որ ես միանձնյա առնվազն միանձնյա այդ հարցով որոշում պետքա չկայացնեմ որովհետև ռիսկերը շատ մեծ էին որովհետև թվում էր թե հանձնվելը հնարավորինս ամենակարճ եւ ամենատրամաբանական եւ ամենառացիոնալ ճանապարհն է որովհետև առնվազն հանձնվում ենք եւ ավարտվում է դրանով ամեն ինչ եւ շատ մեծ է իմ ուրախությունը եւ բավարարվածությունը երբ որ մեր քաղաքական եւ կառավարական թիմը արձանագրեց որ ոչ մենք հստակ եւ աներկվա պետքա կանգնենք մեր անկախության ճանապարհին մեր պետության եւ մեր ինքնիշխանության ճանապարհին եւ մենք այդ օրվանից ոտ ենք դրել այդ ճանապարհին անցնելու ստացել ենք ահավոր հարվածներ ծանր կորուստներ ենք ունեցել բայց ես այսօր եկել եմ ձեզ այդ լուրով որ մենք այդ ճանապարհը ոչ միայն անցել ենք ոչ միայն անցնում ենք մենք տեղ ենք հասել այդ ճանապարհին ժողովուրդ մենք տեղ ենք հասել մենք անցել ենք այդ դաժան փորձության միջոցով եւ տեղ ենք հասել ձեր օգնությամբ ենք հասել ձեր աջակցությամբ ենք հասել ձեր ըմբռնմամբ ենք հասել